Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես տեսնում եք այս հատվածում մեզ է միացել քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Հարի բացի Թրամփից ուրիշ խոսելու բան ունենք այսօր։ Դե բավարար է արդեն է։ Դե ըստ էության մենք տեսնում ենք հիմա շատ դե Հայաստանը վերցնենք մենք արդեն հասկանում ենք, չէ՞, մարտահրավերները ուր են տանում, մենք արդեն հասկանում ենք, որ ամեն ինչ կախված է տեղից։ Թրամփը խառնել է ամբողջ աշխարհը, եկեք անկեղծ խոսենք, էլի։ Եկեք շատ անկեղծ ես խոստովանեմ։ Տեսեք, ես վերջերս աշխատում չանդրադառնալ էլ Փաշինյանին բանին, ասենք։ Դիմաց չունի, ինչ է այստեղ խոսանել կլինի։ Տեսնում եք, չէ՞ ինչա կատարվում, այսինքն եթե այստեղ չի որոշվում, հիմա օրինակ եկեք գերիների հարցը վերցնենք։ Այսքան են Մանեթ Հանդիլյանը այնտեղ արդեն սովամահալինում, անդադանում են հիվանդանոց բերում են, վրան էլ հալ չկա, այդ աղջիկը ասենք, չէ, ես հասկանում եմ, որ դիմաց ընտրությունները հիմա այդ հորինած երկիր չէ, հորինած երկիր չէ, ինչ էր կուսակցության անունը, ապրելու երկիր։ Հա, այդ կուսակցություն։ Չէ, ապրելու, հա, միտենց մի բան էր, հա։ Ռուբեն Վարդանյանն էր ֆինանսավորում, որքան հասկանում եմ։ Հիմա դեմա ընտրություններ ա գալի, այդ կուսակցությունը ըստ էության կանգնած է եւ իրենք բավականին լավ այսպես հաջողություններ գրացրեցի, դեպ ասեմ, դե լավ ֆինանսավորում ունենալու դեպքում կարողանում ես անանես։ Հիմա ըստ էության այդ կուսակցության քաղաքական ապագան, որքան հասկանում կախված է Ռուբեն Վարդանյանի, եթե պատկերացնեք Ռուբեն Վարդանյանը վերադառնա, իրանք այսպես շատ մեծ թափ կհավաքեն, էլի։ Ինչ է հավանականությունը, որ Ռուբեն Վարդանյանը մոտ ապագայում կվերադառնա։ Եթե վերադարձա, չէ, եթե կոնկրետ Ռուբեն Վարդանյանին այսպես այսքանից հետո այսպես հա վերադարձրեց Ալիևը, առանց ոչ մի բանի այսպես, մենք այդ դեպքում արդեն ուրիշ կասկածների մասին խոսենք, բայց ես այդ բազմից արտահայտել եմ, ուրիշ բան եմ ուզում ասեմ, տեսեք ինձ մենակ ինձ այդ բոլորից այդ հա ամենակիչը հետաքրքրում է Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը հատկապես Ռուբեն Վարդանյանը ես կարծում եմ որ Ռուբեն Վարդանի խնդրով անկեղծ կլինի զբաղվի Պուտինը Ինչու՞ չի զբաղվում, չէ՞։ Ինչեմ սխալվում, ինքը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, չէ՞։ Ես չգիտեմ ինքը հրաժարվեց թե չէ, բայց ինքը վերցրել է Հայաստանի քաղաքացիություն, այո։ Բայց դա էական չի, մենք հասկանում ենք, չէ՞, Պուտինն էր ուղարկել, այս հասկանում եք, չէ՞։ Այո, դրա համար եմ զարմանում, բայց իմ մոտ հիմա սա բնական հարց առաջացավ։ Ես վստահ եմ, որ այնտեղ կփորձեն իրենց վերբով կանել, չէ՞։ Այո, Փաշինյանը ասում է։ Փաշինյանը ասում է, իրենք վախեր ունեն, տեսնում են, որ իրեն Հայաստանի դեմ են օգտագործելու դա ամենը։ Այստեղ գիտեք ինչ նյուանս կա։ Պուտինը նվիրեց սրանց, գիտեք որ մատաղարեց, ոչ թե նվիրեց, մատաղարեց։ Մատաղ չէ, մատաղը այսպես ուրիշ հարց է, այստեղ ինչ եմ ասում նվիրեց, հեսա բացատրեմ։ Ոչ էլ ժերտվա։ Զոհաբերեց։ Զոհաբերել ինստինկտ է, այդ սա ինստինկտն է, բայց ինչ եմ ասում նվիրեց Ալիևին, որտեվ Փաշինյանն ասում է, չէ՞, մեր դեմ են օգտագործում, բանալին էստեղ է։ Այսինքն, տեսեք, սեփական ընկերներ չեմ ենթականերին ասեմ, հա իրականում ինքը ընկեր չունի, այսպես որ տեսնում ենք Պուտինը, նվիրեց Ալիևին, որպեսզի իրեն Ալիևը լրացուցիչ լծակ ունենա մեղրին ստանալու ճնշումների միջոցով, տեսնում եք, չէ՞ ինչ ցուցմունքներ են արդեն փոկում այնտեղ մերոնցից։ Այսինքն տեսեք, այստեղ խնդիրը որն է, բայց հիմա օբյեկտիվորեն ուղղակի, ասենց ասեմ, դա ոնց ասեմ, ամենը այսպես ցինիկ ձևով ուղղակի բան արեց, նվիրեց զոհաբերելով սեփական հավատարիմ կողմնակիցներին նվիրեց Ալիևին, որպեսզի Ալիևը լրացուցիչ լծակ ունենա Հայաստանի վրա, որտեղ իրանց երկուսի շարժը չէ, այդ միջանցքը ստանալը։ Բայց գլոբալ ինչի համար եմ ասում։ Ես հասկանում եմ, որ այդ գուցե այդ կուսակցությունը այսպես ապրելու խնդիր ունի։ Ես չեմ կարծում, որ իրանք տենց օր ու գիշեր Ռուբեն Վարդանյանին համար չեմ։ Իմ կարծիքն է, կներեք, էլի կարող է սխալվում եմ, բայց իմ տպավորությունն է, որ այդպես իրանք չեն տառապում Ռուբեն Վարդանյանը, որ ուղղակի մտածում են դե կուսակցությունը բանա ֆինանսավորում այսա դեմ ընտրությունները։ Էլ եմ ասում, կարող է սխալվում եմ, բայց դա իմ տպավորությունն է։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, մի վատնեք ձեր առողջությունը, որովհետև այս աշխարհ քաղաքական իրավիճակում, որ տեսնում եք, ինչ է, աշխարհը թքած ունի Ռուբեն Վարդանյանի վրա։ Մենք տեսնում ենք, ինչ է կատարվում գլոբալ։ Այսինքն ինչքան է մենք հիմա գոռան, այս խառնաշփոթ իրավիճակում մենք տեսնում ենք հիմա Մակրոնը ելույթում, գիտեք Մակրոնը ազգին դիմեց մի քանի ժամ առաջ։ Մի ժամ առաջ եմ լսել։ Այո, Մերցը շատ հետաքրքիր ելույթ է, աշխարհը խառնվել է իրար եւ ցավոք սրտի այստեղ իմ համար ամենամեծ ցավը այն տղաները, որոնք կռվի պատճառով են, կռվելով են հայտնվել, այն գերիները, որ մնացել են, մեր տղաները, այ իրանց համար եմ շատ ցավում, որովհետեւ այս խառնաշփոթ իրավիճակում դու չգիտես ում դիմես։ Եվրոպան ուտում է իր հետ ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ են պայքարի մեջ, բոլորը բոլորի դեմ են, ուզում ես, այսինքն ում դիմես, որ մեր հարցը ճնշումով լուծեն։ Երազս պատմեմ շատ կարճ, երեքշեր եմ տեսել, ազնիվ խոսք եմ ասում, Զելենսկին գիտես ուր էր գնացել, Պեկին,
Հետաքրքիր երևա վերջը հասցնելու է Տրամպը նրան, որ Զելենսկին գնա Պեկին, այսինքն եւ ասեմ, ես հիշում եմ մի ժամանակ Կուլեբան մի պահ, երբ որ ամերիկացիների այդ օգնությունը շատ բան արեցին, սկսեց ուրեմն հետաքրքիր ուրեմն այց էր, եթե չեմ սխալվում, թե հանդիպում տեղի ունեցավ, չեմ հիշում, Պեկինի հետ կապված, եւ այստեղ Տրամպը կարող է հասնել նպատակին։ Հիմա մի կարևոր բան ասեմ։ Ուրեմն մի հետաքրքիր բան եմ լսել այսօր, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ եւ բացահայտեմ մեր հետևորդներին։ Շատ հետաքրքիր է։ Բոլթոնին գիտեք։ Այո։ Դուք գիտեք, որ ինքը Տրամպի ամենախիստ քննադատներից էր։ Որովհետեւ նախկինում աշխատում էր իր մոտ։ Այո։ Եվ ինչ ասում Բոլթոնը, այստեղ շատ զվարճալի պահ էր։ Գիտեք, որ Ֆրիդրիխ Մերցը լրջագույն հավակնություն է ներկայացնում եւ այսպես ձեռքը խփումա սեղանին, ասում է վերջացավ, եթե այդպես է, այդպես է։ Ուրեմն մենք Ամերիկայի կարիքը չունենք։ Իսկ շատ կտրուկ է գնում։ Գերմանիան։ Այո, հիմա Գերմանիան կոալիցիա է ստեղծում եւ ինքն է ուզում դառնա առաջնորդը։ Հետաքրքիր գիտեք, որ նա ոչ թե Ֆրանսիան, այլ ինքը։ Չէ, այսինքն երրապետություն է, իսկ Ռոմում տրիումվիրատներ կային, չէ, այդ երրապետություններ կային։ Հիմա երիշխանություն։ Հիմա տեսեք, այստեղ էլ երրապետություն կարող է Եվրոպայում ստեղծվի։ Բրիտանիան ասում է, ես եմ առաջնորդ, Ֆրանսիան ասում է, ես եմ առաջնորդ, Գերմանիան ասում է, ես եմ առաջնորդ։ Այստեղ իրար միջև կարող են ստեղծել ընդհանուր առաջնորդություն եւ ասեն դե որ այդպես Ամերիկան մեզ պետք չի ընդհանրապես, հա։ Եվ հետաքրքրական բան, Մակրոնը ելույթ ունեցավ, նախաբան ասեմ, որ հասկանա կոնտեքստը ինչու է։ Եվ ասեց, որ մենք կպատասխանենք Միացյալ Նահանգներին։ Դե մենք չենք նստելու, նայեք ոնց եք դու մեր հանդեպ առևտրային պատերազմներ հրահրում եւ այնպես չի, որ Եվրոպան ունի կարողություններ, խելք, ամեն ինչ, մենք կպատասխանենք։ Ճիշտ Ամերիկա չենք, բայց մենք էլ մարդ ենք, այս տարբերակով։ Մենք կպատասխանենք եւ չմտածեք, թե մենք հլու հնազանդ նստելու ենք հնազանդվենք։ Շատ հետաքրքիր մեսիջ գնաց Մակրոնից։ Ասում եմ մենք փորձում ենք պահել, բայց չմտածեք, թե մենք այսպես խեղճանալու ենք, հա։ Եվ ահա Ջոն Բոլթոնը ելույթ է ունենում եւ նեղվում է Թրամփի համար։ Ես այդպիսի բան չէի տեսի, այսինքն խոսքի տողատակում ասում է ինչի է Եվրոպան այսպիսի դիրքորոշում ընդունում, որ առանց Ամերիկայի պիտի շարժվի առաջ։ Ոնց կարող է այդպիսի բան լինել։ Սա սխալ հռետորաբանություն է Եվրոպայի կողմից։ Ում համար սխալ, բայց Միացյալ Նահանգների համար սա Ռուսաստանը համար զգացիկ հետաքրքրական է, էս են Բոլթոնն է, որ էլի շարունակում է իբր Թրամփ քննադատել, բայց ինձ համար շատ հետաքրքիր էր, երկրորդ մասում շարունակենք, որտեղ ժամանակը այս մասում սպառվեց։ Այո, մեզ հետաքրքիր է, թե ինչու է Բոլթոնը հանկարծ փոխել իր գույնը։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չեբոքյանին։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չեբոքյանի հետ։ Արմեն կանգ առանք Բոլթոնի վրա, բայց Թրամփից շատ խոսալու բան կա։ Արագ ասեմ, ինչի համար սա ասեցի, որտեղ ինչումն է հետաքրքրությունը։ Ու Բոլթոնը ինչ ասեց։ Ասեց ես էլ որ Թրամփի հետ աշխատում էի, ես ախր ձեզ զգուշացնում էի այն ժամանակ, որ պետքա ձեր բյուջեները ռազմական բարձրացնեք ծախսերը։ Եվրոպային Այո։ Փոխանակ, ինքը ինչ ասում է, փոխանակ, դուք այս ամեն ինչից օգուտ քաղեք, հասկանաք, բանանեք, դուք խոսում եք Ամերիկայից փոխվելու մասին։ Հետաքրքրականը գիտեք ինչու՞մ է։ Այսինքն ըստ էության Բոլթոնն էլ լավ հասկանում է ինչա կատարվում եւ ըստ էության կարող է եւ նույն մենք ես արդեն վստահ չէ որ Բոլթոնը իրական օպոզիցիա է Թրամփին, արդեն վստահ չեմ էլի, այլ դինում են չէ՞ թե ներդրված մարդիկ որ ասում են դու քննադատի, բայց հետո մի հատ պահ գալի են որ արդեն դու զգում ես որ այդքան էլ ոնց որ դե չի քննադատում, հա, իրականում դրա տակ ուրիշ բան է։ Պրոբլեմը որն է, այսինքն հարց է մի հատ մեծ այսպես ծագում։ Արդյոք Տրամփը արդեն անհանգստացած է, որ եվրոպացիները ոչ թե որոշել են ենթարկվել մեծն Տրամփին, այլ որոշել են անջատվել մեծն Տրամփից։ Այսինքն այստեղ արդեն մենք հիմա այս դինամիկային կետենք, այս շատ լուրջ պահ է, որ արդեն անհանգիստ են, որտեվ այդ որ ասում են իզոլացիոնիստ, կարծում մենք չենք հավատում, չէ՞ դրան, ոնց որ թե Տրամփը ուզում ամբողջ աշխարհում տես բան լինի։ Պարզ ասենք, այո, պարզ ասենք։ Ճիշտ ոսկե ձկնիկի
բանի նման, հուսանք որ չենք հայտնվի ջարդաստակի առջև։ Երեկվա իր բանում ուղերձում Գրենլանդիայի մասին շատ արհամարական խոսեց, ասելով որ Վանվայ օրենալներ մերն ալինելու այդ երկիրա, չէ, որտեղ ասեց եկեք ձեզ հարուստ կսարքեմ, բայց եթե չգաք, մեկա վերցնելու եմ։ Ու միշտ բոլորին դրանով բան անում, գիտես, հարուստ նոր այստեղ Դանյան ունի անհանգստանալու խնդիր։ Եվ գիտես ինչն է, ամեն երկրում էլ հասարակության մի տոկոս կա, որ անպայման դրան բան ա լինում, էլի, չի դիմում, ասում եմ արդեն խա էլի հերիք ասենց ապրենք, մենք էլ ենք ուզում հարուստ ապրենք եւ օգտվենք։ Պանամայի հարցով։ Արմեն, բայց Պանամայի հարցով ինչ որտեղ ես կարծում եմ իրավունք ունի։ Այն իմաստով նախ որ իրենք են սարքել։ Դե ֆրանսիացիք տարիներով սարքեցին, չկարողացան, թողեցին, իրենք եկան սարքեցին։ Ճիշտ է, որոշ ժամանակ շահագործեցին, մինչև իրենց ծախսը հանեցին, միգուցե եւ ավելի, ես չգիտեմ։ Հետո նոր $1 ծախեցին կառավարությանը Պանամայի։ Հիմա ասում են, ես չգիտեմ ինչքանով է դա, ճիշտ որ չինացիներն են ուզում իրենց ձեռքը։ Դա ճիշտ է։ Վերցրել են արդեն պայմանագրեր կային, որքան հասկանում եմ։ Հիմա կառավարությանը Պանամայի, որքան ես դինամիկան հասկանում, ստիպել են չինացիներին մերժում, հրաժարվում, չեղարկում այդ կոնտրակտները եւ այս պահին Թրամփ ասաց, չէ, ամերիկյան մի բիզնեսմեն առնում է։ Ահա, այդ բաները ամբողջ շրջանը։ Լսեցի գերեւի, ասեց առնում է այդ այնտեղ մուտքի երկի կարևոր պորտեր ասել բանը, նավահանգիստներ ասել ճիշտ է, երևի չգիտեմ, հանգույցներ ասել, չէ, ինչ որ հատենց այդ տերմիններ կա։ Առնում է այդ մասը, այդ թողունակությունը ապահով մուտքի գլխավորն է, չէ, մուտքն ու ելքը, որքան հասկացայի արդեն ինչ որ ամերիկյան բիզնեսմեն բանակցություն է վերում։ Բայց միևնույն է այդ արանքում ինքը էլի հասկացեց մեկը հետ են վերցնելու էլի։ Այսինքն էլի չես հասկանում, բավարարվել է նրանով, որ ամերիկյան բիզնեսմենին են տալի, թե մեկը հետ է վերցնելու էլի, ասեմ։ Եկեք ընդունենք որ ստրատեգիական նշանակություն ունեցող է։ Միանշանակ, չէ, ասեց ինքը ինչ ասեց Գրենլանդիաներ ունի ստրատեգիական նշանակություն։ Մենակ մեր չի ասեց, աշխարհի անվտանգությունը ապահովելու առումով։ Լսեցի Գրենլանդիայի, այո, կարելի է ասել, որ բան չի։ Բայց դե Իրան հիմնականում այնտեղ էլի միներալներ, բաներն է հետաքրքիր։ Արմեն, ինձ նաև գիտես ինչ է զարմացրեց երեկվա այդ իր ելույթի ժամանակ, դե ձախ կողմում նստած էին հանրապետականները, աջ կողմում նստած էին դեմոկրատները։ Այնպիսի մի բան չեղավ, որ դեմոկրատ հանրապետականներից մեկը ծափ չտար, էլի։ Ասել, այս մի բանի հետ էս ամբողջ հարգանքով, բայց դա ինձ վախեցնում, դա ինձ տոտալիտար, այդ սովետական տարիներն է հիշեցնում, որ բոլորը ոտնահարված էին տալիս։ Տեսեք, երբեմն օրինակ ես անձամբ չեմ հիշում, գուցե եղել է։ Բայց շատ քիչ, այսինքն միշտ տեսել եմ, երբ որ գոնե ինչ որ մի իրադարձության ժամանակ, երբ որ ներկայացնում են ինչ որ այն վերևը նստածներին, չէ, որ ինչ որ մարդկանց են կանչում հատուկ, բերել են մի աղջիկա, որ ինչ որ տրանսգենդեր էր, ինչ որ վոլեյբոլի գնդակով խփել սարքել, այսինքն մի քիչ գիտեք, ես ամեն ինչ հարգում եմ, հասկանում եմ մտուժածների հանդեպ, բայց այն հիվանդ երեխային սարքեցին agent-ը, ասենք բաների, բայց մի գիտեք ինչ, մի քիչ ասում եմ այն common sense-ը, որ ինքը տենց քարոզում, այսինքն այդ առողջ բանականություն, հա, կամ ասած, այսինքն այդ здравый смысл Այդ ես գիտես ինչի մասին էր դա, որտեղ ասում են, չէ, ինքը միայն փողոցա խոսում, միայն արագում ասում, հələ տեսեք ինչ ռոմանտիկ կողմն է ինքը։ Բայց այդ պատմություններն է, ասենք, հիշեք ինչ պատմություններ էին դեմոկրատները բերում, ինչ պատմություն է բերում, այսինքն հասկանում եք, այստեղ էլ մի քիչ ձգած, մի քիչ, այսպես ասում եմ, այն որ բաներ կա, որ այն որ ասում են, չի ամենայն հարգանքով, բայց չի տեղավորվում, էլի։ Միշտ եղել է որ երկու կողմներ կանգնել են անկախ նրանից հիշում եք չէ՞ ինչ այսինքն այս դեպքում ընդհանրապես չկար նման բան եւ այո ցավոք սրտի հանրապետականները նույն Ուկրաինային սատարող հանրապետականները այսպես շատ արագ գույնը փոխել են որտեվ տեսակ չէ Թրամփը ինչ ասեց դեմոկրատներին եթե օրինակ դուք հիմա այդ հարկերի մասով էր չէ եթե չեմ սխալվում հարկերը իջացնելու բոլորի համար չգիտեմ ինչ որ այդ քաղաքականության մասով ասել եթե դուք չանեք դուք չեք կընտրվի ձեզ ժողովուրդը չի ընտրի սպառնում արդեն վախացնում է եւ ոստիկանության Ոստիկանությունը ասեց, որ ոստիկան սպանելու համար չեմ հիշում ասեց օրենք կմտցնենք թե պիտի մտցնեն որ հասնի բան մահապատժի հասնի ոստիկանի շատ վտանգավոր է եւ գիտեք ինչն է այո եւ դուք տեսաք ռեակցիան դեմոկրատների ժայթ ահա որ այսպես արդեն եւ մի բան էլ ասեց որ շատ կարեւոր էր ոստիկանների մասին ասաց որ մենք այնպես պիտի անենք որ ոստիկանները կարողանան հանգիստ աշխատել առանց վախենալու որ վաղ իրենց գտատեն իրենց արածի համար այսինքն ձեռքերը ձեռփազատում ա ոստիկանների դե դուք պատկերացրեք արդեն եթե այդ ամեն ինչ իրականանա ինչ կդառնա այստեղ։ Դու վախենալու ես ոստիկանին դիպչել, իսկ ինքը հակառակը պիտի Այո, եւ գիտեք այդ շատ վտանգավոր է ոստիկանապետության մասին է, երբ որ մարդիկ դուրս գան բողոքի, մտածեն որ կարող ամբողջ կյանքում կործանվեն կամ մահապատժի գնան, սա շատ վտանգավոր տենդենս է։ Եվ երբ որ Էլիսա Սլոտկինը, եթե չեմ սխալվում, Միչիգանից նոր ընտրված ուրեմն հանգապետ։ Հա, չէ, կոնգրեսականը, երբ որ պատասխան տվեց,
դե official response կա, չէ, այսինքն democratic անմիջապես official-ը բանինն էր, Slotkin-ինն էր։ Իսկ նաև դե Բերնի Սանդերսը շատ լավ խոսեց, գիտեք երևի, ավելի լավ խոսեց, էմոցիոնալ էր ավելի։ Այո, դե Բերնի Սանդերսը 5 օր, բայց այստեղ մի նյուանս կար։ Դեմոկրատները այնքան անհանգստացած են, ես նկատեցի, որ արդեն կազմակերպում են մարդկանց հողի վրա, կոչ են անում համախմբ բան արդեն, պայքարի դուրս գալու, ասեց հաշվետու պահեք, բոլորին անպայման, հավաքվեք խմբերով, չունեք այդպիսի խումբ ստեղծեք մեկը եւ այսպիսի, այսինքն արդեն կոնկրետ պայքարի մեխանիզմ են ասում դեմոկրատները եւ սա վտանգավոր է եւ մի բան է կարճ ասենք, երևի ավարտենք, եթե հարց կմնա այդ թեմայի վաղ խոսենք, տեսեք, հա, կարճ եմ ասում, ուրեմն գլխավորապես թաքսերի մասով, հա, ըստ էության, այսքան գումար որ հավաքում է Թրամփը, այդ թարիֆների մասով շատ լուրջ վիճակ է, տնտեսությունը ահավոր վիճակում է հայտնվելու, եթե ասեն շարունակվի, որտեղ ամեն ինչ թանկանում է, եւ ասում եմ Մարսում խփելու ենք ամերիկյան դրոշը, այսինքն ինչ ալում, հարուստների համար թաքսերը իջնելու է, մեծ հաշվով, եւ ինչ որ մեկից պետք է այդ գումարը հանեն, չէ՞։ Եվ ստացվում է, որ այդ գումարը այդ տարիֆների միջոցով վճարում է ամերիկյան ժողովուրդը։ Այդպես է ստացվում։ Հատկապես որ մենք ունենք արտաքին պարտքի եւ բյուջեի խնդիր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա սիրելիներ կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։